Պատասխանելի Դավոջան, պատասխանի։ Լավ չի չէ, բախեղտ մարդկանց եք գտել կամում եք։ Արիգ է։ Հանգիստ ատեր, Արեք գնա, արեք։ Արեք գնա, վերջ, գնա։ ժողովուրդ հանգիստ թողեք գնացեք տեստեղ հրել, հանգիստ։ Հիմա ինչ չեք գալիս։ Ես տուն եմ գնում։ Անա ինձ դու կգաս, չէ։ Չէ, բեք ես էլ եմ տուն գնում։ Ինչ եք գտել տանը, չեմ հասկանում։ Էն ինչ դուք չեք գտնում։ Հաստատ։ Կյանքը մի անգամ ենք ապրում, բիձա։ Լավ էլի։ Գոնե աղջկան տուն կճանապարհես, չէ։ Դու պիտի ասեիր։ Յո, ջղայնացավ բիձան։ Անայիս որ տուն հասնես կզանգես, անհանգիստ ենք։ Փախար։ Վիկ, լսեցիր, ասում եմ փախանք։ Բարհադիր չի ճանապարհես, ես կգնամ։ Կարողա չես ուզում։ Չէ, ուզում եմ։ Դե գնացինք եթե ուզում ես։ Լուսեին տեսար, լրիվ քեզ կորցրեցիր։ Լուսան ինչ կապ ունի։ Ոնց ինչ կապ ունի, էդ էլ է տղայի կողքին։ Լավ էլի սա դու չտեսար դրա մեծ խոսալը, նենց էր խոսում, ոնց որ չգիտենք թե տները ոնց են առնում։ Լավ, հնարավոր չէր այդ ամեն ինչը հանգիստ տոնով ասել, ինչ որ իրանք արել են, հանել, դնել իրանց դիմացը։ Ու ինչ էր այդ փոխելու։ Ներողություն են խնդրելու, սա։ Կամ այդ մարդկանց տները հետ էին տալու։ Ինչի հիմա որ քիթը արունոտվել է հետա տալու տները, հա։ Դե բայց գոնե կիմանա, որ եթե սխալ բան անի, քիթմրուտ ջարդող կա։ Այդտեղ համաձայն եմ։ Այո։ Այս անպատժելիությունը դրանց լրիվ կատաղացրել է։ Հա, այրուն անցավ։ Հա, արդեն կտրվում է, շնորհակալ։ Խոսակցությունը կիսատ մնաց։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում իմ թաղամասից ոչ միտեղ գնամ։ Ձեր շենքում կաղա մի հատ գոնե սենյակ գտնվի։ Ձեր տվյալները տվեք Լուսեին, մենք կկապվենք ձեզ հետ, կխոսենք, լավ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ինչի համար։ Ամեն ինչի։ Ինչ որ հարց եք ուզում տալ։ Հա։ Այդ արտադրամանցի կողքի տները որ արել եք, այդ քանդելու եք։ Հա, քանդելու ենք։ Իսկ երբ եք քանդելու։ Դե կարծում եմ մյուս շաբաթ։ Ինչ եղավ, լավ չեք զգում ձեզ։ Դեռ գալիս է։ Արդեն չէ, Գնանք։ սխալ էր քեզ այստեղ բերելը։ Այնքան զանգի միջով պատասխանի։ Ախր ինչ եղաք, Լուսե ջան, ուր եք։ Դե գոնե երկու բառով լավ, դե սպասում ենք, եկեք։
Ասաց 2 րոպեից կհասնի տան մոտը։ Ինչ ես մտածում։ Եթե ոչինչ չասեց, նշանակում է շատ վատ է անցել։ 1000 անգամ ասեցի, գործ չունես, այ բալա, գործ չունես։ Լավ, Արգամ, հասկացանք։ Հանգստացի, խնդրում եմ։ Հանգիստ եմ, ես հանգիստ եմ։ Այս Սուրեն այնքան հիմար բաներ ա արել, որ Վարդանն էր զանգել ասեց։ Հիմա ինչ եղել ա։ Միգուցե սա էլ դաս լինի։ Փաստորեն դու քո աղջկան լավ չես ճանաչում, Մարիամ։ Արգամ ջան, թող գա, կհասկանանք։ Եթե հաստատ տուն չես մտնելու, ուրեմն էլ մի արի։ Չէ, այս վիճակում հաստատ չեմ մտնի։ Ամոթ է։ Լուսե ձերոնց չասես, հա։ Մտածում էր ասելու եմ։ Հույս ունեի, որ չէ, բայց ամեն դեպքում ասացի զգուշացնեմ։ Մի անհանգստացի։ Շնորհակալ եմ։ Չարժի։ Բայց ինձ քո կարծիքն է կարևոր։ Դե ձեր ընկերության կողմից գնված բնակարանների։ Եթե մինչև ես չգիտեր, հիմա արդեն դու էլ գիտես, որ այդքան էլ արդար չեն եղել գործարքի պայմանները։ Չսպասի թող ավարտեմ։ Ու նաև շատ կարևոր է հին թաղի բնակիչների բնակարան ձեռք բերելու հարցը մեր նորակառույցներում։ Լավ, այդ դեպքում դու քո առաջարկները գրի առ, ես էլ իմը վաղը կքննարկենք։ Հա, համաձայն եմ։ Հա, իսկ ինչ վերաբերվում է տների առուվաճառքին, մի քիչ համաձայն չեմ։ Բայց դա էլ վաղը կքննարկենք։ Դե լավ, ես գնացի։ Գնա։ Ու ընդունի, որ սրա իրավունքը գոնե ունեմ։ Բայց ինչ սենց ուշացան համոջում։ Դրսում մարդիկ հավաքել խոսում են, սա թե։ Ինչ էին խոսում։ Ձեզ համում էլա թե խմում։ Վայ Արեգ ջան, մի տեսներ ոնց էին բոլորը ոգևորված։ Անդրանիկին հիշեցի, որ ամեն մի նեղընկածի կողքին կանգնում էր, թաղի խնդիրների վերաբերյալ։ 1000 օր մի տվեցին, հոգուն լույս մաղթեցին։ Ասեցին, որ այդ արժանի որդին ես, Արեգ ջան։ Նստի։ Ու վերջ, ամոջում։ Որ իմաստով սատան։ Որոշման չեք կա։ Հա, դե մի երկու միտք կա, բայց դեռ խմորման մեջ է, դեռ պիտի հավաքվենք շատ խոսանք։ Ժամանակ չունենք, ամոջում։ Չգիտեն մարդիկ։ Մանավանդ ես սատ։ Համո։ Մեր շապատվանից սկսելու ենք քանդել։ Սերոժի տունը, Վալոդինը, Փաշայան նորեկինը, հետո իմ տունը։ Անիշամը քայլում եք, չհոգնեցիր։ Ես սիրում եմ քայլել։ Հաստատ, կողը տաքսի կանչում։ Արդեն հասնում ենք։ Կարամ քեզ բան հարցնեմ։ Ասա։ Որ ինձ արհեստական շնչառություններ տալիս, չէիր վախենում։ Դե չեմ մտածել։ Հասկացա, որ չես շնչում, մնացած ինքնյան եղավ։ Ինձ ասել էր, որ չես սիրում քո մասնագիտությունը։ Կարողա բժշկականներ ուզում գնայր։ Դե հա մտածում էի։ Բա ինչի չգնացիր։ Դե մեր ընտանիքում բժիշկներ չկան։ Համ էլ կառավարումը ավելի մոտ է մեր ոնց բիզնեսին։ Իսկ ձերոնք։ Ճարտարապետներ են։ Պապան էլ քուրս էլ։ Իմ եղբայրն էլ է ճարտարապետ։ Էսա։ Մերսի շատ ինձ ճանապարհելու համար։ Քեզ այդ ժամանակը շատ արագ անցնում։ Հա։ Դե առայժմ։ Առայժմ։
Անահիս ջան, ինչ լավ ա որ եկել ես, ժամին նայել ես։ Չէ։ Անահիս։ Էս ուր էիք այսքան ժամանակ։ Ուր էի։ Տուն էի գալիս։ Քայլելով։ Հա։ Ինչ ռոմանտիկ եք։ Տիկա ինչ-որ բան է եղել։ Անահիս։ Դե ուզում եմ հասկանամ ինչ-որ բան է եղել, որ եկել ա։ Չէ։ Ուղղակի ուզում եմ իմանալ ոնց ես տուն հասել։ Գոնե սուրճի հրավիրել եմ, թե միանգամից տուն ա բերել։ Բայց ինչ ասեցի։ Դե կարողա չէր ուզում, որ ես իմանեի։ Որ Արամի հետ ա եկել։ Մրմռած Հա, ոչինչ։ կներես։ Սոված չես։ Դե հա, սոված։ Սուշի եմ պատվիրել։ Այս անգամ Ալյասկա սեփն եմ պատվիրել։ Օլ։ Ոչինչ որ քո մոտ եկա, ուղղակի Ոչինչ։ Բա հիմա ինչ ա լինելու։ Դե ինչ պիտի լինի։ Մի օր ձեռքս կընկնի էլ։ Դավ խնդրում եմ։ Մի խնդրի դու կեր։ Դա պատվի հարց է։ Բայց ախր Ոչ մի ախր։ Հիմա ուտում ենք, հետո դու ինձ թե ես տալիս ու ես գնում եմ։ լավ։ Բա հիմա ինչ է լինելու այդ մարդու վիճակը։ Չի կարա գնա Վաչոյի մոտ։ Ոչ, չի կարող։ Նախ Վաչոյի թղթերը ընթացքի մեջ են, Նազիկը բժշկական թղթերով է գնացել, ավելին քեզ ասեմ, ոչ Վաչոն, ոչ այդ Նազիկը չգիտեն, որ իրանք այլևս տուն չունեն։ Արիկ ջան, քեզ մի բան եմ ուզում խնդրել։ Այդ արդեն պարզա չէ, որ Սրապյանը թաքնվելու է, որդու մեջքի հետևում ու Լուսեին էլ նես չի, որ բերել էին։ Դրա համար ես քեզ խնդրում եմ։ Լուսանը սաման ինչի հետ կապ չունի սատ։ Իսկ դա իր բաժին ծեծը կերավ։ Դրա հետ համաձայն եմ, որ մեկա տենց էր լինելու, Լուսեն լիներ, չլիներ, նույն բանը լինելու էր, բայց այնուամենայնիվ քանի այս թաղի խնդիրը կա, դուք հաճախ եք հանդիպելու, նենց որ Արեգ ջան, ես քեզ խնդրում եմ։ Պետք չի խնդրել սատ։ Լավ քոնը ստանում ա, ես գնամ քնամ։ Դու տանն ես, չէ, վաղը, աչքդ կպահես համոյի վրա մի հիմար բան չանի։ Բա դու ուր ես տանը չես։ Դե ես դուրս եմ գալու իմ գործերով։ Ուր ես գնում։ Բարև ձեզ, քեզ ինչ։ Հետևում ա ինձ, ես մեծ աղջիկ եմ դու հանգստել։ Դե լավ, ինչ ես քիթ մռութ արել պարկել։ Բա ինչ անեմ, շնորհակալություն հայտնեմ։ Մամա տա ուրիշ մարդ չի։
Մեկը վաղ թե ուշ իմանալու էր, որ քո կյանքում մարդ կա։ Վիկա, ինչից ենթադրեցի, որ իմ կյանքում մարդ կա։ Անայիս, համալսարանից ձեր տուն ոտքով եք եկել։ Աշխարհի մի ծայրից մյուսը։ Ու դու ասում ես. Վիկա, ես ու դու տարբեր ենք։ Հասկանում ես, ես կարամ մեկի հետ 20 ժամ քայլեմ ու իմ կյանքում այդ ոչ մի բան չփոխի։ Էլ ինչի ես 20 ժամ քայլում։ Հենա տաքսի նստի արի տուն։ Վիկա, դու անհույս ես։ Ավելի լավ է ասա ինչ եք խոսացել ճանապարհին։ Ոյ, մամա ջան, Վիկա։ Ջան, չեմ գնալու, մնալու եմ ձեր տունը մինչև սաղ պատմես։ Աղջիկ ջան, դու։ Ես մամայիդ արդեն հարցրել եմ, նենց որ քո սենյակում չքնեմ, ուրիշ սենյակում եմ քնելու։ Ավելի լավ է սաղ պատմես։ Թե չէ առավոտն եմ հարցեր տալու։ Դե ուրեմն գնացիր այն մյուս սենյակ։ Ոնց ասես Անայիս ջան։ Առավոտը կհանդիպենք։ Ես խնջույք լինելու։ Քրոջը հարսանիքն է։ Ճիշտ է 8 հոգանոց հարսանիք չի լինում, բայց դե քրոջը ուզածը դա է։ Այսինքն այդ հարսանիքը հաստատ լինելու է։ Մեր տանն են հավաքվելու։ Այդ Սրապյանը դի մեր տուն է գալու։ Դավիթի, կնոջ եւ աղջկա հետ։ Աղջկա։ Հա, քո տարիքի աղջիկ ունեն։ Բա հետո։ Դե խնջույքից հետո։ Դավիթն ու քույրը առանձին են ապրելու։ Երևի կգնան Դավիթի տուն, մնացածն էլ իրանց տուն։ Եթե իհարկե Լուսեն չմտափոխվի։ Դավիթը ճամփորդության առաջարկ է արել, բայց Լուսեն հրաժարվել է։ Ոնց որ վատ երազ լինի ես սաղ։ Իսկ դու խոսացիր քրոջդ հետ։ Չես ուզում խոսես։ Տաննա։ Հա, սենյակում է։ Կներես ես Լուսա, խնդրում եմ։ Խելար։ Լուսա, ես գիտեմ, հիմա ինչքան էլ քեզ խնդրեմ, մեկը դու այդ տղու հետ… Արամ, խնդրում եմ։ Չես սպասի Լուսա, ուրիշ բան եմ ուզում ասում, ասելիքս են է, որ ես քեզ հարցեր չեմ տալու։ Ինչքան էլ հետ իմ համար բարդ է ու սրտից սարուն է գալիս։ Ես գիտեմ, որ դու Արեգին ես սիրում։ Դու Դավիթին չես սիրում։ Բայց եթե որոշել ես Դավիթի հետ ամուսնանաս, ուրեմն լուրջ պատճառ կա։ Այս գիտեմ, դու հիմա ինձ ոչ մի բան չես ասելու։ Բայց իմացի, հանկարծ ուզես իմ հետ խոսես, ես միշտ պատրաստ եմ քո կողքը լինեմ։ Միշտ պատրաստ եմ քեզ լսեմ, պաշտպանեմ, օգնեմ։ Ու ցանկացած հարցում, եթե ուզես ինչ-որ բանի մասին խոսես, ինչ-որ բան պատմես, ինձ քեզ բերան ասես, քո կողքը կլինեմ։ Ես քեզ հարցեր չեմ տա։ Չեմ մեղադրի քեզ։ Մենակ թող կողքդ լինեմ։ Լևոն ջան, ինչ ես անում դու ստեղ։ Ես քեզ չասեցի չերևաս ես կողմերում։ Արեգ այն օրը քեզ տեսել էր, հարցեր էր տալիս։ Վախեցած ես մենակ թողնեմ։ Ինչի՞։ Ես երեխա եմ։ Չէ, կին եք։ Հետո։ Տեսեք, ես մեքենաս մի փոքր հեռու եմ կանգնացրել։ Ուզում եք եկեք համ ձեզ կիչացնեմ, համ էլ դրսում չեք սպասի, քսառեք։ Համ էլ մոտակայքում կլինես, հանկարծ ինչ չնեղացնեն։ Ձեզ ոչ ոք հաստատ չի կարող նեղացնել։ Գնանք։ Գնանք Լևոն ջան։ Ձեր թաղի բնակիչները ինչ որ ընդհարում են, հա, ունեցել Սրապյանի որդու հետ։
Այդ հարցով Արեգի հետ, Լևոն ջան։ Իմ կարծիքով շատ կոպիտն ես։ Մամ դե կրակն եմ ընկել, ինչի անդադ մտնում իմ անձնական տարածք։ Հիմա որ ես էլ քեզ հարցեր տամ, ինձ էլ ես տենց պատասխանել։ Դե եթե ասելու բան ունենամ, կասեմ։ Փաստորեն ինձ էլ։ Նստի տեղդ։ Նախաճաշի որ չուշանաս։ Անայիս էդ են տղան, հա որ։ Դա եմ որ։ Մամ։ Հա ինչ։ Հերիք է հիստերիկանաս դու էլ ամեն ինչից։ Հա։ Դե նախաճաշ։ Բարի լույս։ Բարի լույս Վիկա ջան։ Դու էլ նախաճաշի որ չուշանաք։ Չենք ուշանամ։ Այսօր 3-4-ից ենք դասի։ Որ դուք սկսեք խոսել 5-ից 6-ից էլ կուշանաք։ Բա դուք չեք նախաճաշում։ Չէ, ես ֆիթնեսի եմ։ Անայիս։ Շպտա։ Ձեզ լավ օրդյոտ Իզաբել։ 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 Դե լավ, այդքան մի նեղվի։ Գնամ հագնվեմ, այսօրվա տետրերը վերցնեմ։ Եկել էի քեզ տեսնել, խոսել, գնալ։ Սատկացները են ես այդ լարկոտին, հələ տեսի ջորն եմ գսին։ Պապես իմ հարցն է, ուրեմն ես էլ կլուծեմ։ Դու ընդհանրապես պետք չի խառնվես։ Եվ ոնց չխառնվեմ, քո մասին է խոսքը։ Հա, էլի իմ մասին է, ուրեմն ես էլ կլուծեմ այդ հարցը, բայց իմ ձևով։ Չհասկացա, այդ ի՞նչ է նշանակում։ Հետո կիմանաս։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Մենք որտեղ կարանք թեկուս շատ փոքր զիջումների գնանք, որովհետև փոթորիկ է բարձրանալու։ Եթե ուզում ես իմանաս, ոչ մի տեղ, ուզում ես ցունամի բարձանա։ Պապ ջան, դա խելամիտ չի։ Խելամիտ չի, զիջումների գնալը։ Ես մի թեւը մաքրել եմ, մնում եմ մյուսը մաքրել, հələ սպասել եմ։ Այդ բոլոր տները առնելու եմ ու քանդեմ։ Մի քիչ համբերի դա ջան, մի քիչ համբերի, ես այդ հին թաղը չէ, ես բերացնել եմ, մի քիչ համբերի։ Ես տեսել եմ այս վերջին առքովաճառքի պայմանագրերը, ամեն ինչ օրինական է ու գներն էլ շուկայականից բարձր։ Դե լավ է որ գոնե օրինական է։ Դե հա, պապ, բայց այդ ինձ չի մխիթարում։ Հասկանում եմ, բալես, բայց դա այդ մարդկանց որոշումն է եղել, չէ՞։ Չէ, պապ, ես դրա մասին չեմ մտածում։ Այդ արդեն եղած բան է, դու ուղղակի ինձ հուշի, մենք որտեղ կարանք այդ մարդկանց գոնե ընդհարաճենք, որովհետև վերջի վերջո իրանք այդ տարածքում են ծնվել, մեծացել, ապրում։ Հասկանում եմ, ինչ ես ասում, հասկանում եմ։ Տես ինչ կարող ենք անել։ Կարող եք այդ մարդկանց տների փոխարեն մեր շենքերից մեկում բնակարան տալ։ Բայց հաստատ քառակուսին քիչ է լինելու։ Կարող եք առանց ներսի հարդարման պայմանավորվել։ Մի խոսքով կարող եք ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես պիտի Վարդանի հետ միասին նստեք ու հաշվարկեք։ Այսինքն ես կարող եմ Վարդանի հետ խոսեմ։ Հա, իհարկե կարող ես։ Ես Վարդանին կզգուշացնեմ։ Լավ, պապ։ Սպասիր։ Դու ինձ ուրիշ բան չունես ասելու։ Այն շինության հետևում է ֆիթնես ակումբը։ Լավ էլ տեղ է։ Հա, տիկին Սաթեն, բայց դեռ ժամանակ կա, եթե ուզում եք կարող ենք սուրճ խմել, հետո նոր գնանք։ Չէ, բեր սենց անենք, Լևոն ջան, դու գնա, սուրճդ վերցրու նստի, ես այդ ընթացքում ստեղ մի քիչ կքայլեմ, մինչև մեր աղջիկը դուրս կգա։ Հեռու չի, չէ՞ դա։ Չէ, այստեղ Խաչմերոկի կողքն է, վստահ եք։ 100% վստահ եմ։ Դե որ վերջացնեք, անպայման Կգամ, Լևոն ջան, եղավ։ Բարի լույս Վիկ։ Լույս բարի։ Ինչ ես լարված։ Վախենում ես։ Դասի եմ։
Հա ես մեքենայով եմ, արի քեզ տանեմ։ Ուշանում եմ գնալ։ Հա ես մեքենայով եմ, կարամ քեզ տանեմ։ Եթե չես ուզում մեքենայով գնանք, կարանք ոտքով գնանք։ Դիք ընկերներ չենք։ Այդքան միասին խաղացինք, հեսա գնալու ենք իրար հետ հաց ուտելու։ Արագ գնամ էլի, ես ուշանում եմ։ Հա, ես մեքենայով եմ, կարամ քեզ տանեմ։ Ես առանց Արթուրի մեքենա չեմ նստի։ Դե եթե առանց Արտուրի մեքենա չես նստի, արի ավտոբուսով գնանք։ Դե դու ասեցիր, որ ուշանում ես։ Գնանք։ Իրանց տուն գնաց տետրերը վերցնի։ Այնքան էր շտապում մեր տանը թողեց հեռախոսը։ Լավ էլի, կարայիր գոնե պատասխանեիր, մեռը զանգելով։ Իզից ինչ հասնում էր էդ եմ արել։ Լավ, ես գնացի Վիկային, որ տեսնես, կասես, որ մոտս է։ Տարօրինակ աղջիկ է այս Անահիսը։ Լսի, որ այն օրը Վիկայի հետ քայլում էինք, որոշեց մտնի Անահիս հենց տուն։ Դե ուզում էր տենալ իրար հետ քայլել եք, թե ուղիղ տուն եք գնացել։ Հալավ մի ներվի։ Համել ինքը Անահիսից տունն է մնացել, առավոտն էլ։ Բայց մի հատ բան եմ ուզում հասկանամ։ Այդ ինչքան է վռազել, որ հեռախոսը տունն է թողել։ Ապրել լավ ես գնացի։ Դու մեկալ Վիկայիդ լսարանը ստանում։ Դու Իզաբելը չես։ Հա, Իզաբելն եմ։ Մենք ծանոթ ենք։ Չհիշեցիր ինձ։ Չէ, ճիշտ ասած կհուշեք։ Վրաստան, Թիֆլիս։ Թիֆլիս։ Հա, 2007 թիվ։ Որ խնդրեմ կհիշեցնեք, ինչ հանգամանքներում ենք ծանոթացել, ուղղակի չեմ հիշում։ Իզաբել ջան, չես ուզում դու հիշես։ Ուզում ես ես հուշեմ անպայման։ Ես կուզեի հիշել, բայց չեմ հիշում անկեղծ ասած։ Լավ, կասեմ, այդ ժամանակ դու հղի էիր։ Դու ավելի լավ է իմ ասածների մասին մտածի, թե որտեղ կարող ենք զիջել, թեկուզ շատ աննշան, բայց զիջել պետք է։ Չէ, սպասի, ոչ մի բան մի ասա։ Իրանց տները ձեր թաղերում է։ Իրան խելոք հա պարել։ Դե հա, բայց մինչև տեղ հասանք։ 100% այս պատմության կծիկը Իզաբելն է բացելու։ Այդ ես վստահ եմ։ Լուսե, եթե քեզ դուր չի գալիս, կարող ենք ուրիշ տարբերակներ նայել։ Չէ, լավ է։ Անկեղծ ասած, ես չեմ մտածել, թե ինչպեսին պիտի լինի իդեալական տունը։ Հետաքրքիր է, ես եմ։ Լուսեն ինչ ասում։ Լուսեն պատրաստ։ Դե, եթե Լուսեն պատրաստ է, ես ուրիշ ինչ կարող եմ ասել։